Էկոնոմիկայի նախարարի այցը Գյումրի պաշտոնական երանգ չստացավ։ Արծվիկ Մինասյանին, Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանն ու Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը մտերմիկ պայմաններում հյուրընկալեցին։ Դրանից հետո կայացավ գործնական զրույցը։ Նախարարը շտապեց նկատել, որ Գյումրիում կան բոլոր հնարավոր նախադրյալները, հատկապես փոքր ու միջին ձեռնարկությունների զարգացումը խթանելու համար։ Էկոնոմիկայի նախարարի մտահոգության հիմնական շեշտադրումը հենց այս ոլորտն էր։ Որպես տեխնոլոգիական զարգացման տեսակետից ապագա ունեցող եւ ինչու՞ չէ նաև Հայաստանի համար ու տարածաշրջանի համար որպես կենտրոն զարգացած առաջ գնացող կենտրոն Գյումրիում պետք է դիտարկվի առաջնահերթություններից մեկը։ Հանրապետությունում կան տնտեսական բնույթի բազմաթիվ խնդիրներ, որոնք համախմբման ու այսպես ասած մարդկային գիտակցության ներուժի միջոցով կարող են արագ լուծում ստանալ։ Նախարարը նշեց, որ Հայաստան ներմուծվող ապրանքները տեղում կարող են արտադրվել միայն հումքի տեսքով, այսինքն մեր ունեցած ռեսուրսներն ամբողջովին չեն օգտագործվում եւ ինչպես Արծվիկ Մինասյանը նկատեց, ինքը գաղտնիք չի բացահայտում, խնդիրն ակներև է։ Մաքսիմալ ձևով պետք է իրացնենք մեր տեղական ռեսուրսները։ Տնտեսական ռեսուրսը հատկապես հողը, մարդկային ուժը, գիտական ներուժը եւ ձեռնարկատիրական ունակությունը, որ այս տարածաշրջանում բնորոշ է, մենք պետք է շատ արդյունավետ ձևով համախմբենք այս ամենը իրար հետ։ Կառավարությունն իր ռազմավարության շրջանակներում կիրառում է արտահանման գործիքներ, այսինքն ապահովագրման գործակալություն, որն աջակցում է ընկերություններին, ապահովագրելով գործարքները վարկային մատչելի պայմաններում։ Էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչներն առավելապես այս կետին են ուշադրություն դարձրել, նշում են, որ իրազեկվածության խնդիր կա, այս մասին քչերն են տեղյակ։ Ցանկանում եմ շեշտել, որպեսզի հնարավորինս կարողանանք հասցնել բիզնեսին, որ կա պետության կողմից աջակցության տարբեր գործիքներ, որոնցից օգտվելով ընկերությունները կարող են իրենց գործունեությունը ել ավելի բարելավել, իրենց արտադրանքը ել ավելի մրցունակ դարձնել, եւս մեկ անգամ էլ թվարկեմ դա ավելացված արժեքի հարկի արտոնությունն է, մասնավորապես 3 տարով հետաձգումը, մաքսատուրքերից ազատումն է։ Գործնական զրույցից հետո հաջորդ կանգառը Գյումրու անալիտիկում էր, գործարանը երկար տարիներ է աղաչապերի արտադրմամբ է զբաղվում ռուսական նավատորմի համար։ Սրանք հատուկ սարքեր են, որոնք օգտագործվում են ստորջրյա եւ վերջերյա խոշոր նավերի վրա։ Հիմա անալիտիկ սարքերի գործարանում խնդիր է առաջացել։ Ռուսաստանի Դաշնությունում աղաչապն արտադրելու նոր նախագիծ է մշակվել, ինչը Գյումրու անալիտիկ սարքերի գործարանին չեն տրամադրում։ Այդ նոր նախագծած աղաչապերը բազմիցս մեր չարչարանքին մեզ չեն տալիս։ Տվել են արտադրելու, ազարելու Սանկտ Պետերբուրգի Ավրորա գիտահետազոտական միավորումը, որը մեծ միավորում է գործարաններ ունի Ռուսաստանում, գործարան տարբեր քաղաքներում, Սանկտ Պետերբուրգում հսկա գործարաններ ունի, Հնդկաստանում ունի եւ այլն, եւ նավի ինչ որ որոշակի մասեր իրանք են արտադրում, ես չեմ կարող ասել։ Հիմա նրանք են արտադրում։ Դե մենք էլ հարց ենք բարձրացրել, եթե մենք Եվրազիայի մեջ ենք մտել։ Գիտեք, արտադրությունը միանգամից փոխել, այսօր ասում են թե փոխենք, վերազինենք, չգիտեմ փոխ տանք եւ այլն, այդպես հեշտ չի։ Արտադրությունը դա մեքենա չի, բարալին բացած, խոդի տվեց գնաց մեքենան։ Արտադրությունը պետք է արտադրության վերապլանում, մասնագիտացում, մասնագետների պատրաստում, արտադրության տեխնոլոգիաների ներդնում, հաստոց հարմարած սիստեմի կատարելագործում, այս բոլորը միանգամից չի կարելի, չես կարող անել։ Դրա համար ասում եք եղբայր, մենք արտադրել ենք, հա, ձեզ հետ միասին չարչարվել ենք ձեր ֆլոտի վրա, հա։ Հիմա տվեք մենք նորից արտադրենք աղաչապերին, չեք անում մեզանից։ Նախարարը խոստացավ խնդրի վերաբերյալ տեղյակ պահել վարչապետին, հետո հարցին ողջամիտ լուծում տալ։ Ալյումինի հումքից մինչև բամբակի ու կտորեղենի գործարան նախարարը Armtex Group-ում եղավ, շրջեց, ուսումնասիրեց տրիկոտաժի արտադրանքը, նկատեց, որ գործարանների աշխատանքը բավականին շահութաբեր է։ Ունենք հրաշալի մի գործիք, որը շահութահարկի մինչև 30%-ի չափով հնարավորություն է տալիս նորաստեղծ աշխատատեղերի դիմաց վճարվող աշխատավարձերի նվազեցում իրականացնել, իսկ դա հսկայական հարկային արտոնություն է, բայց ցավոք ոչ միայն Շիրակի մարզում, Հանրապետության նաև այլ բնակավայրերում այս գործիքից կարծեք թե քիչ են օգտվում։ Գործարանների աշխատանքը շահութաբեր է, եթե հարկային արտոնությունները չչարաշահվեն։ Լրագրողների այն հարցին ինչպես են կարգավորվելու հարկային դաշտի խնդիրները, պաշտոնյան հարցին հակիրճ պատասխանեց։ Հարկային արտոնությունները ժամանակավոր գործիք են։ Այն չպետք է դիտվի որպես մշտական գործիք։ Եվ երբ որ մենք ունենք կոնկրետ նպատակային միջոցառում, այդ ժամանակ ամենաարդյունավետ գործիքներից մեկը հարկային գործիքն է։ Բայց երբ դուք փորձում եք դա վերածել մշտապես կիրառվող գործիքի, միշտ խնդիրի առաջ են կանգնում, որովհետև ձեր կողմից
պատրաստվող արտադրանքը կամ մատուցվող ծառայությունը այլ պայմաններում դառնում է անմրցունակ։ Արծվիկ Մինասյանը նշեց, որ կյանքի է կոչվելու նաև Գյումրիում ազատ տնտեսական գոտի ստեղծելու գաղափարը, մասնավորեցրեց կոնկրետ արդյունաբերական որևէ ջուղում, միայն թե նախաձեռնությունների նկատմամբ հավատ ու վստահություն դրսևորվի, եզրափակեց իր խոսքը պաշտոնյան։ Կիմայ Շատյան, Կարապետ Առաքելյան, Արագ Յուրեղյան, Օրագից։